նոյեմբերի 9-ի պայմանագիրը վիժեցրեցինք, արդյունքում ստացվեց, որ ռուսական զորքը այլևս չի կարող մնալ իրավաբանական իմաստով, այսինքն ռուսական զորքի դուրսբերման հարցը կանխորոշվեց իր որոշումով, որի արդյունքում Ռուսաստանի ղեկավարները շշմել էին, որ ոնց կարա Հայաստանի ղեկավարը նման որոշում կայացնի, ավելին կարամ ասեմ, այսօր Նիկոլ Փաշինյանը արդեն խոստովանում է, ինքնախոստովանական ցուցմունք հայտարարում է, որ ես այդ որոշում կայացրել եմ, որպեսզի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից մեծացնեմ, այսինքն ինքը խոստովանում է, որ Ղարաբաղը հանձնել են ոչ թե ռուսները, այլ ինքն է հանձնել, ինքը խոստովանում ասում է, ես հանձնել եմ, որպեսզի Հայաստանի կախվածությունը թույլատնեմ Ռուսաստանից, դա շատ պարզ խնդիր է, որ մեր ժողովրդի մոտ այդ էլեմենտար բանը, եթե մեր քաղաքական վերնախավի ներկայացուցիչները բացատրեին, այլ ոչ թե գզվռտոցով զբաղվեն, իրար չգիտեմ, ցեղ շպրտեն եւ այլ բաներով զբաղվեն, բացի ռեալ էս բանից, ես կարծում եմ մեր ժողովրդի մեծ մասը կհասկանար այս պարզ ճշմարտությունը, բայց մենակ